Ողջույն հարգելի ուստադիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Թանդիլյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, Տիկին Թանդիլյան։ Տիկին Թանդիլյան, երևի հենց այս պահին էլ ինչ մենք զրուցում ենք, խորհրդարանում այսպես, նիստերը շարունակվում են երկարատև եւ չգիտեմ որքանով եք հասցրել հետևել խորհրդարանի աշխատանքներին, արդեն ղեկավարությունը կա, նոր պատգամավորներ, նոր իրավիճակ, ինչ տպավորություններ ունեք, ինչպիսի որակապես ինչպիսի խորհրդարան ունենք, ավելի այսպես ակտիվ, ավելի աշխատող թե համեմատած նախորդ խորհրդարանին։ Այս փուլում իմ փորձից եւ տեղեկությունից ելնելով եմ ասում, ընդհանուր ազգային ժողովի ղեկավարության կառուցվածքի կազմավորման գործընթաց, այսինքն մեծ հաշվով ձևավորվում են հանձնաժողովները, դրանց նախագահները եւ կառուցվածքը ապա անդամները։ Եվ այս փուլում մեծ իրադարձություններ սպասել աշխարհացունց ելույթներ, երևույթներ, ճիշտ ելույթներ չէ, բայց երևույթներ տեղին չէ, որովհետև կազմավորման փուլում է ազգային ժողովը, բայց իհարկե հասկանում ենք, որ բոլոր հետաքրքրության առարական է եւ մարդիկ հետաքրքրվում են, ովքեր են այս նոր падգամավորները, հներն ինչպես են պահում իրենց այսպես պահվածքի ինչ որ մրցույթ է, եւ այս առումով պետք է ասեմ, որ հիասթափությունը, որ ամեն անգամ այդպիսի իրավիճակներում մարդիկ ապրում են, շարունակում է լինել, որովհետև ակնկալիքը եւ մարդկանց ակնկալիքը եւ այն ինչ տեսնում են, միշտ ու հիմնականում չի համընկնում, բայց պետք է ասեմ, որ եթե համեմատության մեջ նայենք, ես տեսնում եմ, որ այն որակը, որը ես կուզենայի ազգային ժողովը ունենալ, չի ունենալու եւ չի ունենում Եվ այս փուլում ես նաև նկատում եմ մարտավարական դիրքավորումներ, ստրատեգիական որոշումներ խմբակցությունների կողմից, թվում է թե երկարաժամկետ Որն է ստրատեգիան երկու ընդդիմադիր հիմնական որ առաջին հերթին իբրև կոնսենսուսային մոտեցում կա լինել ավելի բարեվարք եւ ավելի կառուցողական, բայց հաշվի առնելով կողմերին, ճանաչելով բոլորին, ես հասկանում եմ, որ դա երկար չի պահպանվի։ Ոչ մի երկար չի պահպանվի։ Այդ մասին պայմանավորվելն ինքնին տարօրինակ է, որովհետև եթե ասելիք ունես եւ ասելիքը ծուր է, դու պիտի ասես, ինչ աշխատում պայմանավորվել ինչի շուրջ։ Վիրավորок դա էթիկայի կանոնների մեջ է մտնում, դա էթիկայի հանձնաժողով են ստեղծում, եթե չեմ սխալվում։ Դա այդտեղի քննարկման առարկա պիտի լինի։ Ես չգիտեմ, բառապաշարի ցանկ են պայմանավորվում, հրապարակում ինչ են անում։ Եվ այս տեսակ ազգային ժողովը նորմալ չի։ Ազգային ժողովը քննարկումների քաղաքական բուռն բանավեճերի տեղ է, վայր է եւ պայմանավորվածություններով զրուցել միմյանց հետ դա տարօրինակ բան է։ Դե երեք կարծես այսպես հենց արձանագրեցին հենց ազգային ժողովի նորընտիր նախագահ ասած բարեկրթության այդ առաջին պայմանը խախտվել է կապված Էդգար Ղազարյանի հետ այդ մեծ աղմուկի, վիրավորանքների ով է որոշել բարեկրթության սահմանը որն է, ով է գծել այդ սահմանը։ Դե սիրիկան վիրավորանք է, թե ոչ դրանից այդ բառից հետո Ես անկեղծ որ լինեմ ձեզ հետ, ամբողջությամբ չեմ լսել կոնկրետ ելույթ, որը առաջացրել այդ իրավիճակը, չգիտեմ այդ բառն է օգտագործվել թե այլ բառ, բայց դրա համար կրկնում եմ, կա ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով եւ որը ուզում են կազմավորել, թող հարցը բարձրացնեն, քննարկեն եւ դրանից բխող սաստել, падգամավորին դուրս շպրտել, խոսքը սահմանափակել, այս տեսակ արտահայտություն է բեսում։ Օրինակ, բարեվարկության մեջ է մտնում, երբ որ ազգային ժողովի փոխնախագահը, եթե չեմ սխալվում, Հայկ Գոնջորյանը, ասել էր դուրս կշպրտենք падգամավորի մասին արտահայտվել դուրս կշպրտենք ձեզ բարեվարկության մեջ է թե ոչ դա ինչ արտահայտություն է հետո շարունակենք հիշենք ասֆալտին կփռենք պատերով կտանք արա դուխի չես մեռելները դրանք բարեվարկություն են թե ոչ որտեղ խոսում ենք ազգային ժողովի մասին կարող եք ասել սա առանցին թեմա է բայց ուզում եմ ասել այդ որտեղ է այդ սահմանը որտեղ էր այն քննադատությունը այդ նույն ազգային ժողովի անդամների այսօրվա, երբ որ հնչում էին այդպիսի արտահայտություններ։ Հետևաբար ես գտնում եմ, որ առհասարակ բարեվարկությունը մարդը ինքն իր մասին է եւ էթիկան մարդն ինքն իր մասին է։ Եթե падգամավորը խախտել է էթիկայի կանոն, դրա համար կա հանձնաժողով, պիտի լինի ստեղծվի եւ դա քննության առարկա է։ Նախաձեռնությունը կա ստեղծել։ Այո, բայց ոչ թե մեկ հոգու որոշմամբ, այս դեպքում ազգային ժողովի նախագահի որ խախտվել է էթիկան, մեկ ուրիշ այլ կարծիք ունի խախտվել է թե ոչ, ես կարող եմ լրիվ այլ կարծիք ունենալ, կարող եմ համաձայնել, կարող եմ չլինել, բայց դա չի պայմանավորում ազգային ժողովի падգամավորի խոսքի բովանդակությունը, ելույթը կամ մնացած այլ որևէ բան։ Նա խոսում է իր խղճի, համոզմունքի, հավատով եւ այնպես, ինչպես ինքն է հարիր գտնում։ Տիկին Թանդիլյան, այսպեսի մի տեսակետ կա,
որ նախ այս խորհրդարանը դեռ չձևավորված մի պիտակ էր իր վրա վերցրել, ասում են ոչ լեգիտիմ։ Ընդ որում սա ասում է թե իշխանությունը, իրենք ընդդիմադիրներն մեղադրում են, ասում են դուք ընտրակաշարք բաժանելու միջոցով եք եկել խորհրդարան, ձեր ձայների 70%-ը, այսպես հա ընտրակաշարքի մաշին է, ընդդիմությունն էլ իր հերթին ասում վարչական ռեսուրս է կիրառել, մարդկանց ստիպելով այսպես բերել եք քվեարկության, այսինքն մեկը մյուսին փոխադարձ մեղադրում են ու ի սկզբանե ասում են, որ այս խորհրդարանը հատկապես հաշվի առնելով Բարգավաճ Հայաստանի ձայների, այսպես ասած հետ կապված, ասում են ոչ լեգիտիմ խորհրդարան։ Եվ տեսակետ կա, որ այս խորհրդարանը որպես այդպեսին երկար կյանք չունի, այսինքն 5 տարի ժամկետով չի այսպես աշխատանքները շարունակելու առաջիկա մարտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն։ Այս տեսակետը կիսում եք թե։ Ինձ համար այս ամբողջ թեմայի մեջ տեսանելի խնդրահարույց ազգային ժողովի հատկանիշը Բարգավաճ Հայաստանի ձայների ոչնչացումն է, ըստ էության տարալուծումը եւ ձայնագողությունը։ Եվ սա այն մեծ խայտառակությունն ու ամոթն է, որ այս գումարման ազգային ժողովը ունենալու է, եթե իհարկե շարունակի իր գործունեությունը, եւ ես կարծում եմ, որ այսպիսի խորհրդարանում, որտեղ խմբակցությանը նշանակում է մարդկանց քվեարկողների, ընտրողների ձայները ոչնչացրել են ինչ որ մեկի որոշմամբ, սա անընդունելի է։ Այս խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, որովհետև ձայնագողության միջոցով ձևավորվել է ինչ որ պատկեր խորհրդարանի։ Այդ Թանդիլյան, իսկ ընդդիմությունը օրինակ, հա, երբ որ խոսում են արդարության մասին, իրենք էլ են բարձրաձայնում Բարգավաճի ձայների մասին, այդ դեպքում այդ ձայնագողության միջոցով ձևավորված խորհրդարանում ճիշտ էր մտնել աշխատանքները շարունակել։ Ես տարբերվող տեսակետ ունեմ շատ մարդկանցից, դա որոշում է, որը կայացվել է եւ ես կարծում եմ, որ բացատրել են տարբեր խմբակցություններ, թե նույն Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, թե ինչու են վերցրել քաղաքացիական պայմանագիրը, ակնհայտ է, որ վերցնելու էին։ Այսինքն խոսքի արժեքն է անգամ այստեղ նվազել, երբ որ ասում ես ոչ լեգիտիմ, բայց այդ խորհրդանում աշխատում է, սա պահարզ է առաջանում, այդ խորհրդանի ընդունած օրենքները լեգիտիմ են, թե ոչ։ Պահպանելու ես այդ ազգային ժողովի ընդունած օրենքի կիրառումը։ Հետևաբար ցավոք սրտի մեր իրականության մեջ խոսքը կորցրել է լրիվ իր արժեքը։ Ես կարծում եմ, որ մարտավարությունը, որը բացատրվեց, թե ինչու են վերցնում ճանապարհային քարտեզը, որը որդեգրել է խորհրդան անցած ուժերը, դա կտեսնենք որքանով արդյունավետ։ Ես ունեմ սուբյեկտիվ իմանձնական կարծիքը, որ ես արդյունավետ չեմ տեսնում այդ մեթոդը, տեսնում եմ այլ ճանապարհ, պայքարի ուղի, բայց խորհրդանից դուրս ես համարում եմ, որ մանդատ վերցնելով եւ այս ծերի պայքար մղելով արդյունավետությունը ավելի ցածր է, քան եթե այլ քայլերի գնային, օրինակ չվերցնեին մանդատները եւ գեներացնեին այն պայքարը եւ ուժը, որը պիտի փոխեր այս իշխանությունը։ Մենք իրավիճակը ճիշտ ենք գնահատել եւ տեսել ենք, որ այդ ռեսուրսը չկա։ Իհարկե, միգուցեև եւ դա իրենց տեսակետն է եւ իրենց գնահատականներն են եւ իրենք են անողը, եթե այդպես են տեսել, իրենց որոշումն է եւ պիտի շարժվեն իրենց որոշումներով։ Ես կարծում եմ, որ գնահատականը այո կարող է պահի արկայության պարագայում տեղին է, բայց զարգացումները չգիտես ինչպիսին է, կարող են լինել, իսկ զարգացումը նաև դու ես պատասխանատու այդ զարգացումների համար եւ դրանք ստեղծելու։ Հետևաբար այն ճանապարհը, որը ընտրվել է, կարող եմ հույս հայտնել, որ ու թող տա Աստված հաջողությամբ կսակվի, ես ունեմ իմ տեսակետը, իմ կարծիքը եւ իմ մոտեցումները այս հարցում։ Եվ մտածում եմ, որ իշխանափոխության համար սա միգուցե ամենաարդյունավետ ճանապարհը ամեն դեպքում չէ, բայց տեսնենք, թող որ ես սխալվեմ, որովհետև որ առաջ մեր երկրին պետք է ազատվել այսօրվա իշխանություններից։ Տիկին Թանդիլյան, բայց մյուս կողմից էլ, հա, պետք է ընդունել եւ հաշվի նստել ժողովրդի այն կարծիքի հետ, որ այս ընտրությունների միջոցով կարտահայտեցել եւ որ ռեալ, այսպես հետադարձ հայացք զգում, օրինակ ընտրություններին, արդյունքներին, որքանով այսպես բարձրաձայնվեն, հա, խախտումներ, վարչական ռեսուրս, բայց պետք է ընդունել, որ կան նաև այս հստակ ընտրազանգված, որ իսկապես իր քաղաքական հայացքներից, իր միտումներից, միգուցե իր առօրյա համոզմունքներ դրդված գնում եւ իշխանության ձայնը տալիս եւ նրա տեսակետը կիսում է։ Եվ այդ փաստը եւ այդ մարդիկ նույնպես մեր քաղաքացիներն են։ Այս ընտրություններում ԿՊ-ն հավաքեց ոչ ավել քան 50%, 49 քանից եթե ես չեմ սխալվում, եւ ես արձանագրում եմ
տեսնելով եւ շփվելով մեր ժողովրդին, որ ԿՊ-ն ունի մոտ 20% աջակցություն, 45% չունի։ Դա մնացածը վարչական ռեսուրսն է, իշխանություն լինելու առավելությունը, բարբերաբար անել ծրագրակ թոշակին ասել 10,000 դրամով այդ ինչ պիտի առնեն, բայց հասկանալով որ չես ընտրվում, թոշակ բարձրացնել, որի դեպ նայ միջազգային դիտորդներն են համարել վարչական ռեսուրսի չարաշահում եւ ընտրակաշարքին հավասարեցված մի քայլ։ Եվ հետեւաբար այո, կան աջակիցներ, բայց նախ այն պատկերը չի ինչը որ կա, եւ երկրորդ այո, դա պետք է ընդունել, ճանաչել մեր ժողովրդին եւ պատճառ ունեն ընտրելու։ Հիմա հարցը այն չէ ժողովուրդը ընտրել է եւ ինչքան ձայն է տվել, նախ այնքան չի տվել, ինչքան արձանագրվել է, բայց մյուս կողմից դա քաղաքական ուժի անելիքն է դիրքորոշում հայտնել եւ հավատալ սեփական անելիքին եւ դա անել։ Այսինքն, երբ որ ես ասում եմ, որ օրինակ այլ մեթոդաբանությունը ավելի արդյունավետ եմ տեսնում, ես ամենևին չեմ ասում, որ այդքան մարդ չի ընտրել նրանց, միգուցե եւ ընտրել, բայց քաղաքական ուժը իր նպատակին հասնելու համար ունի իր առաքելությունն ու անելիքը, եւ եթե այդ անելիքը ձևակերպել օրինակ այնպես որ խորհրդանով դա հնարավոր է, իրենց գործն է, ճանապարհը թող այդպես էլ լինի, բայց ես այդպես դա չեմ տեսնում։ Ես համարում եմ, որ իշխանությունները կարող է եւ այդքան մանդատ վերցնեին, գնային եւ մնային այդ կիսադատարկ դահլիճում աշխատեին եւ դա լրիվ կարող էին անել։ Կամ այլ բաներ այդ դեպքում խանգարելու իրեն կարող են դա եմ ասում, ոչինչ, այո կարող են, բայց դա այն լեգիտիմությունը, որը ունի այն խորհրդանը, որտեղ կա անդիմություն, լիարժեքորեն եւ ամբողջությամբ տարբերվում է այն խորհրդանից, որտեղ չկա անդիմություն։ Եվ ես գիտեմ, լինելով падգամավոր, թե միջազգային կառույցներին ինչպես են իշխանությունները ներկայացնում իրականում անդիմության անելիքը գործառույթը եւ իրական անդիմության գոյությունը։ Այո, իրական անդիմությունը ես համարում եմ, որ կա այսօր խորհրդանում եւ դա օգնում է ԿՊ-ին աշխարհի արժե միջազգային հարթակներում ցույց տալ, որ մենք ժողովրդավար երկիր ենք եւ տեսեք կա իրական ընդդիմություն ու բանավեճ, բայց մենք հո գիտենք ինչ է արել այս իշխանությունը իրական ժողովրդավարության հետ։ Եվ սա իրենց շատ անհրաժեշտ է ունենալ այդպես ձևավորված խորհրդարան, որտեղ տեղի կունենա այս ամենը։ Դուք տեսեք նրանց երջանիկ դեմքերը։ Լավ, իրենք երբ որ մանդատները վերցրեցին, երկու ֆրակցիաներն էլ իրենց տեսլականը սա էր, հա, իրենց պնդումը սա էր, որ մենք գնում ենք խորհրդարան, անվստահության գործընթացը, երբ որ այդ պահը գա, հա, փողոցը գեներացնենք, այ մեր ստորագրությունները կարողանանք դնել այդ մեխանիզմը, ոնց եք պատկերացնում, որքան ժամանակ հետո կհասնեն դրան, թե ոչ։ Օրինակ այսպես երբ որ հիմա օրինակ լսում եք, ինչպես եք պատկերացնում ԿՊ-ի պատգամավորները, երբ որ պահը գա իրեն կստորագրեն այդ թղթի տակ, որ ես փաստերով կուզեմ խոսենք, անցած 5 տարում նույնպես այդ նպատակն ունեին, որը չիրականացավ։ Կարող ենք ասել, որ այս անգամ էլ չի լինի։ Չէ, չեմ կարող, որովհետև անպայման չի, որ այն ինչ որ տեղի ունեցել, անպայման կկրկնվի, բայց լեգիտիմ ակնկալիք ունենք, որ դա համարյա թե անհնարին է, որովհետև իշխանությունները այն ժամանակ ավելի խոցելի վիճակում էին, քան այսօր։ Այս ընտրություններից հետո նրանք այլևս ունեն տարբեր նաև միջազգային կառույցներից, այսպես կարտ բլանշ անելու ինչ որ ուզում են, եւ նրանք անում են ինչ որ ուզում են, եւ նրանք ի տարբերություն 21 թվականի իրենց նախընտրական ծրագրերի, որտեղ այլ ձևակերպումներ ունեն եւ անում են այլ բան եւ դա շատ ուժեղ խաղաքարտ էր իրենց դեմ նույն Արցախի հարցում, այս դեպքում նրանք բաց ասել են ինչ են անելու եւ նրանք նույն կաթողիկոսի դեմ այս մղվող արշավը տարածքների մեր Տիգրանշանի հարցով, սահմանադրության հարցով, իսկ բաց ասել են եւ այս առումով այլևս նրանք ունեն ավելի մեծ ազատություն, քան այն ժամանակ անելու այն ինչի նպատակադրումը ունեն, ինչի հետ մենք ձեզ հետ հաշճենք, համաձայն չենք եւ ընդդիմություն նույնպես։ Հետեւաբար նրանց ավելի հեշտ է լինելու դա անել։ Ինչ վերաբերվում է ինչ որ պահի, ինչ որ փոփոխությունների անվստահության գործընթացի համար անհրաժեշտ է լինելու քաղաքացիական պայմաններ։ Այդ եմ ասում, ինչ պետք է լինի, որ դա պատկերացնում ես գաղափար անգամ չունեմ, որովհետեւ դա տարբեր մեխանիզմներ կան, բայց դրանցից որը կաշխատի, դեռ չեմ տեսնում, որ դրանցից որը մեկը աշխատելու է։ Ինչու պիտի իշխանություն ունեցողը փոփոխություն անի, որպեսզի ինչ նորից իշխանություն ունենա, ունի։ Եվ հետեւաբար դրա համար եմ ասում, ամենևին հարգելով գործընկերներից մոտեցումը այդ հարցում, ինձ համար այլ, քանի որ ես նաև այլ կերպ եմ ճանաչում այդ մարդկանց, падգամավորներին, բոլորին շատերին անձնապես, ես հասկանում եմ, որ այդ խնդիրը այդքան հեշտ չի լուծվելու։ Այո։ Բարդ ճանապարհ էսպես սպասում։ Այո։ Տիկին Թանդիլյան,
Անդրադառնանք վերջերս ադրբեջանական կողմից այսպես հերթական հայտարարությունները հնչեցին, որոնք շատ քննարկվեց, օրինակ նախագահը Ալիևը բոլորիս հորդորում էր, ասում է, այո, դա փաստ է, որ 20 թվականին ստորագրված է կապիտուլյացիա, բայց ասում է, այդտեղ նվաստացուցիչ բան մի փնտրեք, մի վիրավորվեք, բոլորիս հորդորում էր, հայ ժողովրդին ասում էր, մի վիրավորվեք, ընդունեք դա որպես փաստ եւ անցեք առաջ, ինչու է տարիներ անց այսքան պատերազմից հետո անկասնոց այս խոսույթը առաջ բերեց, այդ բարյացակամությունը հորդորում ասում է մի վիրավորվեք։ Դուք կարծում եք դա բարյացակամություն է, իսկ ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը իրեն արդեն դիտարկում է որպես նաև հայ ժողովրդի նախագահ, հորդորում ուղղորդում է ինչպես ապրել, ինչպես մտածել, ինչպես վարվել, ինչից վիրավորվել, ինչից չվիրավորվել, ես միայն հենց այդ փաստը շատ ամոթալի եւ վիրավորական է։ Նա իրեն այսպես արդեն ներկայացնում է, ով գալիս է Հայաստան իր մասնագետներով եւ որոշում որտեղ ինչ գծեր պիտի սյուներ, պիտի կանգնեն։ Իդեպ որի մասին էլի իրենից ենք իմանում, որ այստեղ ադրբեջանցի մասնագետները եկե ինչ որ տեղորոշումներ են արել, թե էլեկտրական գծերը որտեղով օրինակ պետք է անցնեն։ Այո, իրենից ավելի հստակ լսում ենք, որ փաստացի դրանք տեղի են ունեցել, տեղի են ունենում եւ ունենալու եւ ստացվում է այնպես, որ Ադրբեջանի նախագահը խոսում է եւ որոշում հայ ժողովրդի ճակատագիրը, տարածքում ինչ է կատարվելու եւ ինչպես։ Սա է ամոթալին։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիան լավ է թե վատ, դա Ալիևը չպիտի ասի, որ մենք իմանանք դա լավ է թե վատ եւ դրանից դա ամոթալի է թե ոչ, դրանից պիտի վիրավորվել, չվիրավորվել, մենք շատ լավ ենք հասկանում այդ բառի ամբողջական նաեւ քաղաքական ենթատեքստը, որովհետեւ կապիտուլացված երկրներին զրկում են միջազգային նաեւ կանոններով շատ այլ հնարավորություններից որպես պետություն հանդես գալու։ Ես չեմ ուզում այսպես բացել փակագծեր եւ մեկնաբանել Ալիև ինչ նաեւ կուզենար որ տեղի ունենա այստեղ, հետեւաբար ուզում եմ ասել, որ դա շարունակում է լինել շատ վատ, ամոթալի եւ դրան որևէ արձագանք մեր իշխանությունները չեն տվել, չեն տալու, այն լռությունը, որ մենք ունենք, այսպես կարծեք ոչինչ չի կատարվում, շարունակվում է եւ սա նշանակում է մեր ժողովուրդ արդեն ուղղակիորեն նայում է թե Ալիևն ինչ է ասում եւ երբ որ իմանանք մեզ հետ ինչ է կատարվել։ Ու շարունակում են բարձրացնել այդ ատոմականի փակման հարցը, որ այսպես կարծես իրենց կոկորտին լինի, ասում են, որ տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում եւ վաղ թե ուշ պետք է փակվի, ավելին առաջարկում են այլընտրանք, ասում են մենք ցես էլեկտրաէներգիա կտանք, եթե դուք ինչ որ խնդիր ունենաք։ Նրանց առաջարկը այնքան խնդրահարույց չէ, որքան որ իմ տպավորությամբ այս իշխանությունների դրան համաձայնվելը, չհասկանալով որ ռազմավարական կախվածությունը ոչ բարեկամաբար տրամադրված երկրից վտանգավոր է եւ ճակատագրական։ Այնպես որ տեսեք, առևտուր են կանում, բենզին է, վառելիքը, մյուսը, առանց հասկանալու, որ եթե մեր տնտեսությունը սկսի կախվածություն ունենալ այդ հոսքերից, մենք ամբողջությամբ կարող ենք ենթարկվել Ադրբեջանի նախագահի կամքին, ինչպես նոր ասացի, կարծեք թե ինքն է որոշում մեր ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ատոմակայանի գործարկմանը, փակմանը, դա ոչ Ալիևի որոշելիքն է, ոչ որևէ մեկի կամ ԱԳՏ-ի հանձնաժողովը, որը որ ուսումնասիրում է տարբեր երկրներում ատոմակայանների վիճակը, տալիս եզրակացություններ, անում առաջարկություններ, այո, ատոմակայանը ունի ժամկետ շահագործման եւ պետք է միջոցներ ձեռնարկվի, նորը կառուցվի կամ վերանորոգվի եւ հազար ու մի հարցեր կան, մասնագիտական բանը թույլ տվեք մանրամասների մեջ չմտնել, բայց այն որ ատոմակայանների վերաբերյալ կամ միջազգային հսկողություն դա այդպես է, այնպես որ Ալիևը անելիք չունի ու ասելիք էլ չունի այս հատվածում։ Այդտեղ որքան ընդունել նրան արգելել որևէ բան խոսել, բայց մենք կարող ենք մեր իշխանություններից ակնկալել, որ նրանք որևէ կերպ Հայաստանի էներգետիկ համակարգը կախվածության մեջ չեն դնի որևէ օր ճշնամաբար տրամադրված երկրից։ Բայց ինչ որ այլ ընտրանքներ կարծես դրա հետ կապված քննարկում են ամերիկյան կողմի հետ, այո, եղել է ամերիկյան կողմի հետ քննարկում, ռուսական կողմի հետ քննարկում, չընկտիրապետում մանրամասների, բայց ինչ եմ ուզում ասել, որ ՄԱԳԱՏԷ-ի խորհրդով տեղի են ունենում տարբեր վերազինման անհրաժեշտության գնահատումներ եւ այլն։ Այսինքն ատոմակայանը որպես այդպեսին այ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է բոլոր տեղերում, ոչ միայն Հայաստանում։ Եվ դա ընդունված է, այդպես է կանոնը եւ հետեւաբար ես կարծում պետք է աշխատել ՄԱԳԱՏԷ հետ եւ հասկանալ ինչպես վարվել, որ Հայաստանի էներգետիկ համակարգը լինի կայուն, հուսալի եւ որևէ կերպ կախվածության մեջ չլինի ոչ բարյացակամ տրամադրված երկրներից։ Տիկին Թանդիլյան, այս քաղաքական մի շարք խնդիրների կողքին այսօր տեսնում ենք, որ գրեթե ամեն օր այսպես կառավարության դիմաց խումբ մարդիկ են հավաքվում, իրենց բողոքի ձայնը բարձրացնում,
թե սահմանափակումների հետ կապված ռուսական կողմի, թե վերջին գործողությունների իրավական հետևանքով մի շարք քաղաքացիներ առանց աշխատանքի են մնացել ու անորոշ վիճակում։ Այս հարցի լուծումը ու արդյոք իշխանությունները այդ մտավախությունը չունեն, որ ի վերջո այսպես կաթիլ եւ այս սոցիալական մեծ բունտ է այս դժգոհությունները հասունացնելու վերջո կառավարել է պետք է ամենը ու լուծում առաջարկել ժողովրդին։ Կառավարության գործը ոչ թե կանխատեսելն է, որ կարող է բունտ առաջանա, եւ ես մի բան անեմ, որ բունտ չառաջանա, ինչով իդեպ զբաղված է այսօրվա իշխանությունը սովորաբար, հենց այդպես էլ կառավարում է։ Բունտ չկա, ամեն ինչ կարգին է, ուրեմն դրանց կարելի է ուտել, խմել, ուրախանալ, բունտ կա, նոր տեսնենք, մի բան անենք, բունտ չլինի, ոչ թե խնդիրը լուծենք։ Եվ այդ ցասումը մարդկանց մեջ եւ այդ դժգոհությունները, որ առաջացել է, դա օբյեկտիվ պատճառներից է եւ այդ պատճառները արդեն բացահայտվում էին այս նախորդ ամիսների ընթացքում եւ քարոզարշավի փուլերում էր եւ դրանից առաջ, երբ որ ակնհայտ էր դառնում, որ Ռուսաստանը այլևս չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այսպես լողացող վարքագիծը եւ ոչ գործընկերային արտահայտությունները, հատկապես հրապարակային, եւ մենք զարմանում ենք, թե ինչպես է ստացվում։ Իշխանությունները հոխորտում են Ռուսաստանի դեմ, հետո զարմանում, որ Ռուսաստանը ինչ-որ բան է փակել կամ ինչ-որ բան թույլ չի տվել։ Այդ ինչպեսին է ակնկալիքը, որ պիտի այսպես արվի, բայց դա տեղի չունենա, դա ինչ գործընկերություն է։ Մենք պետք է ունենանք գործընկերային որակյալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Դա կենսական անհրաժեշտություն է մեզ համար, որովհետև տարածքում, տարածաշրջանում Ռուսաստանի հետ ունենալ թշնամական հարաբերություն, դա նշանակում է ելնալ երրորդ թշնամական տրամադրված երկիրը։ Դա ուղղակիորեն խաթարում է Հայաստանի Հանրապետության շահերը, հայ ժողովրդի շահերը տվյալ դեպքում մասնավոր անձանց, ովքեր ուղիղ տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Ավելորդ է ասել, որ հենց նույն իշխանությունը հայտարարում է, որ Եվրամիությունը մենք չունենք այդ ընտրությունը, այդ ընտրանքը չունենք, այդ այլ ընտրանքը չունենք։ Ինչու՞մ իրենք մանիպուլացնում ու խափում են մեր ժողովրդին, որ ահա, տեսեք Եվրոպան մեզ մի հատ էլ սուբսիդիա տվեց, մի հատ էլ աջակցեց, Մակրոնն էլ եկավ, ֆոն դեր Լայնը եկավ։ Այս ամեն ինչը ուղղակի վիզուալ խապկանք է, որպեսզի մեր ժողովուրդը գնար եւ ընտրեր այո բարեկեցիկ լավ Եվրոպան, որևէ մեկը չի մտածում, որ Եվրոպան կարող է այսպես եթե ընտրության հնարավորություն լինի, Եվրոպան չընտրել, ինչու, որովհետեւ բարեկեցությունը, զարգացվածությունը նորմալ մարդը պիտի ուզենա, բայց առաջին հերթին պիտի ուզենա դառնալ այդ չափանիշներին համապատասխան երկիր ժողովրդավարությամբ առաջին հերթին մարդու իրավունքներով, մարդկանց նաև կենսամակարդակի բարձրացմամբ, տնտեսական հնարավորություններով, ամեն օր մի խոշոր տնտեսվարող են փակում, որ խոշոր զարգացած արևմտյան երկրում է դա տեղի ունենում։ Այդպիսի ապօրինի ձևով ունե զրկումները, սա Եվրոպա է, եւ հետեւաբար նախ եւ առաջ պիտի համապատասխանել ու իրականում ուզենալ համապատասխանել եվրոպական արժեքներին։ Դա լավ բան է։ Բայց քանի դեռ դու դա ոչ միայն չես արել, մոտակա դու անձամբ որպես իշխանություն մոտիկ էլ չես դա անելուն կամ դրա կրողը չես, դու դա չես կարող ինստիտուցիոնալ ներդնես քո երկրում։ Չկարողանալով դու տանում ես խափեության մարդկանց եւ խափում, որ ահա մենք ունենք այդպիսի հնարավորություն կար, այսպես պատրանք էին ստեղծում։ Հիմա բացի բաց ասում են, որ մենք այդպիսի հնարավորություն ուղղակի չունենք։ Բայց դեպքում հարց է առաջանում, ԿՊ-ն ինչպես էր ընդունել Եվրոպական միության միանալու մի օրենք կար, չէ՞, անհեթեթ վերնագրով չեմ էլ ուզում դա արտաբել խափեություն իրականացնում։ Հարավային տարել ազգային ժողովը ընդունել էր, ԿՊ-ն կողմ էր քվեարկել։ Դեպքում հարց են տալի, ինչին է կողմ քվեարկել։ Ձեր տենց պատրանքին, երազանքին, ազգային ժողովը երազանքներին կողմ քվեարկելու հարթակ է, թե պետության ուղղությունները որոշելու, տանելու տնտեսական զարգացման հնարավորություններ բացելու։ Սա այս խափեությունն է հենց, որ մարդկանց ստիպել է մտածել, որ սա հնարավոր է, բայց հիմա իշխանությունները ուղիղ ասում են, որ մենք այդ ընտրությունը չունենք, մեզ պարտադրվող, չասեմ պարտադրվող, բայց այսպես հորդորվող հանրաքվե անցկացումը, ինչ ինձ համար ամոթալի է, որ երրորդ երկրներ են մեզ ասում, գնացեք հանրաքվե արեք, եկեք։ Նորից մեկ այլ երկրներ որոշում են մենք ինչ անենք։ Այս ինքնիշխան Հայաստանին պարտադրում են կամ հորդորում են անել ինչ-որ բաներ, ինչպես Ադրբեջանն է հորդորում, ինչպես ԵԱՏՄ երկրներ, Եվրոպական միությունն են տեղից բաներ հորդորում։ Կարծեք մենք իշխանություն չունենք եւ իրապես սա մի անարխիկ վիճակ է, որտեղ իշխանությունը այլևս չի կառավարում մեր երկիրը։ Հարմարվում է, ձև է գտնում, մանիպուլացնում, խափում, բայց կառավարումից մեր երկրի կառավարումից մեր տնտեսական խնդիրները, արտաքին խնդիրները լուծելուց հեռու է։
Եվ վերջում Տիկին Թանդիլյան, ուզում էի նաև խոսենք այսպես գերիների հետ կապված, կարծես ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ այդպես, հա, որպեսզի այնտեղ այց կատարեն, արձագանքել էր, հա, հրապարակվեց, ինչ կասեք այս մասով, ինչ նորություն կա, չգիտեմ, առողջական վիճակի հետ կապված։ Ես արձագանքը նրանց կողմից ճիշտ ասած չեմ լսել, չեմ կարծում, որ նրանք արձագանքել են, եթե այսօր է հրապարակվել, բայց Չէ, կարծես պետական մարմինները հրապարակեցին, որ ինչ-որ արձագանքներ առաջարկին։ Ես այսօր թույլ տվեք վստահ չլինել, բայց ինչ է կատարվում, այդ նախաձեռնությունը, որը Ռուբեն Վարդանի կինը նախաձեռնել է, մարդասիրական նախաձեռնություն է, հայտնի կանանց հետ միասին այցելել եւ այցելել մարդկանց, ովքեր Բաքվի բանտում են արդեն տարիներ եւ կապել չունեն իրենց ընտանիքների հետ, որոշները եւ ծանր վիճակում են հայտնվել եւ գիտեմ, որ իշխանությունները բանավոր ինչ-որ կոնտակտային տվյալ են փոխանցել Տիկին Զոնավենդին, բայց դրանից հետո իմ տպավորությամբ առաջ խաղացում չունես տեղյակ չեմ։ Ես հույս ունեմ, որ այս բացարձակ մարդասիրական ակցիան եւ ակտը պիտի տեղի ունենա, որովհետեւ այստեղ որևէ տարօրինակ կամ որևէ չանելու բան չկա, մարդիկ ուղղակի այցելում են իրենց ահվող հարազատներին եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները խոհեմ կգտնվեն, դա թույլ կտան, որովհետեւ դա իրոք այն բանն է, որում չկարելի մերժել անգամ եթե դու Ադրբեջանի իշխանությունն ես։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Թանդիլյան։ Հարգելի ստատիտողներ, մեր զրուցակիցը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար եթերին, կհանդիպենք։